փաստացի կազմել են 27.4 միլիարդ դրամ, Կրկին նշվեց, որ կատարողական 98.8% է, ըստ էության ինչպես կարող եք գլխի ընկնել այս թվերի տարբերությունից, ճշտված բյուջեն ավելացել է 10.7 միլիարդ դրամով, այս տարբերությունը պայմանավորված է եղել հիմնականում մեկ գործոնով, Փարիզում դեսպանության նոր շենքի ձեռքբերումը 9.9 միլիարդ դրամ։ Բոլորը տեսել եք այդ շենքը, կարծում եմ, վարչապետի Ֆրանսիա այցի ժամանակ նաև առիթ եղավ վիդեո կադրեր հրապարակել, հանրայնացնել այնտեղից։ Ուզում եմ այս առիթը օգտագործել խոսել դեսպանությունների շենքերի մասին։ Կհիշեք, որ նախորդ տարի, այսինքն հաշվետու տարի 24-ի նախորդը 2023-ին մենք շենք ենք ձեռք բերել նաև Միացյալ Թագավորությունում, Լոնդոնում, եւ հիմա եթե հիշում եք, թարմ են քննարկումները, մենք կառավարության որոշում ունենք ձեռք բերել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքը 4.3 միլիոն եվրոյի համարժեք դրամով։ Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ այս շինությունը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, անմիջական հարևանությամբ գտնվում են դեսպանություններ, ներկայացություններ, Եվրոպական միության կառույցներ, ֆունկցիոնալ եւ լոգիստիկ էական առավելություններից բացի շինության ձեռքբերումը կունենա նաեւ քաղաքական եւ խորհրդանշական բաղադրիչ, մասնավորապես հաշվի առնելով ՀՀ փոխգործակցության ընդլայնումը եւ Բրյուսելում առավել տեսանելիություն եւ ներկանալություն ապահովելու կարեւորությունը։ Այն էապես գերազանցում է ներկայիս շենքը, շինությունը 1500 քառակուսի մետր է մոտավորապես, եւ իհարկե հաշվի առնելով անշարժ գույքի գների շարունակական աճը, այս ձեռքբերումը նաեւ կարող է հանդիսանալ բացի քաղաքական նշանակությունից եւ ներկանալուց, նաեւ որպես շահավետ երկարաժամկետ ներդրում։ Ընդհանուր առմամբ օտարերկրապետություններում թվով 64 դիվանագիտական ներկայացուցչություններից 20 ծառայողական շենքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականություն, 6 շենքը նվիրաբերված են բարերարների կողմից, 2-ը փոխադարձության սկզբունքով, 1-ը դեսպանատան պետության կողմից է հատկացվել, 11 շենք ձեռք է բերված Հայաստանի պետական բյուջեից։ Բացի այդ, եւս 13 շենք տրված է անհատույց օգտագործման տարբեր կազմակերպությունների կողմից, մնացած 31-ը վարձակալվում են մեր կողմից։ Դեսպանությունների բացման առհասարակ անդրադառնամ, 2024 թվականին մենք դեսպանություն բացեցինք Ուրուգվայում, ինչպես նաև Սերբիայում եւ Լյուքսեմբուրգում դիվանագիտական գրասենյակներ ենք բացել, այս տարի արդեն քննարկում ունենք կառավարության որոշում բացել դեսպանություն Օմանի Սուլթանությունում, այդ հարցով մենք նաև կառավարությունից եւ ֆինանսների նախարարությունից հավելյալ միջոցներ ենք խնդրել, ըստ այդմ պահանջվող 82 միլիոն դրամը կօգտագործենք ԱԳՆ ներկայիս բյուջեից, իսկ 52 միլիոն դրամը պահուստային ֆոնդից կհատկացվի։ Սա մեր համար չափազանց կարևոր է, առհասարակ մենք թիրախավորում ենք ծոցի երկրների հետ մեր հարաբերությունների զարգացումը։ Նախորդիվ կայացած որոշումների արդյունքում այժմ այս պահին ընթացքի մեջ է Կիպրոսում դեսպանության բացումը, Կիպրոսում դեսպանը արդեն նշանակված է, գտնվում է Նիկոսիայում եւ հիմա լոգիստիկ հարցեր ենք լուծում, եւ նաեւ Հունգարիան, մինչեւ աշուն կարծում եմ, որ Բուդապեշտում եւս մեր դեսպանությունը կսկսի գործել։ Համենայն դեպս 10 օր առաջ իմ հունգարացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ երկուստեք վերահաստատել ենք, որ շուտապույտ եւ արագ քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի եւ Երևանում եւ Բուդապեշտում մեր դեսպանությունները գործեն։ Ընդհանուր առմամբ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 184 պետության հետ, վերջինը ում հետ մենք հաստատել ենք դիվանագիտական հարաբերություններ, իդեպ 25 թվականի այս տարվա մայիսի 14-ին, շուրջ 2 շաբաթ մի փոքր ավել առաջ, եւ այս պետություն Սողոմոնյան կղզիներն են։ Եվրոպայմանագրային դաշտը եւս ընդլայնվել է նախորդ տարվա ընթացքում, այս տարվա առաջի երասյակում կնքվել են ընդհանուր թվով 82 միջազգային պայմանագիր եւ 27 պայմանագիր ուժի մեջ է մտել։
Այս ողջ նկարագրածս եւ ձեռքբերումը եւ վարձակալությունը, վերանորոգումը, այս ամբողջը մենք իրականացնում ենք արտաքին գործերի նախարարության 1128 ծրագրի ներքո օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում եւ իրականացում։ Ուրեմն 24 թվականին այս ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 21 Ոստի վստահ չեմ որ ճիշտ է։ Ամեն դեպքում հանրային հրապարակային աթիվը։ Շարունակելով նախարարության կողմից իրականացված 5 հիմնական բյուջետային ծրագրերի նկարագրությունը անդրադառնամ մյուսներին, ուրեմն 1061 հաջորդ ծրագիրը եւ իհարկե կարող եմ ասել ամենակարևոր արտաքին գործերի ոլորտում Արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակում եւ իրականացում շուրջ 3 միլիարդ դրամ 2.941 եթե ավելի հստակ թիվը հետաքրիր եւ այս ծրագրով տարբեր միջոցառումների անցկացման համար հատկացվել է 547 միլիոն դրամ 2024 թվականին առաջին անգամ ունեցանք Երևանյան երկխոսություն համաժողովը այդ տարի անցյալ տարի այս ծրագրի համար միջոցառման համար նախատեսված էր 447 միլիոն դրամ հարգելի գործընկերներ կարծում եմ ակնհայտ է այս միջոցառման կարևորությունը եւ առաքելությունը Սա կոնկրետ մեր ջանքերի դրսևորումն է նաև այն ուղղությամբ, որ Հայաստանն իր տեղ ունենա դիվանագիտական եւ միջազգային հարաբերությունների համաշխարհային քարտեզում, այս տարի ունեցանք երկրորդ համաժողովը Երևանյան երկխոսության, այս անգամ մայիսին դա արեցինք, անցած տարի սեպտեմբերին էր, մայիսի 26-27 եւ այս երկրորդ համաժողովին մասնակցել են 45-ից ավել պետությունների, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական, ակադեմիական շրջանակների, խորհրդարանականների, զանգվածային լրատվության միջոցների, տեխնոլոգիական ընկերությունների, բարձրաստիճան ներկայացուցիչներ, հանրաճանաչ անձինք ընդհանուր առմամբ միջոցառում ունեցել է շուրջ 600 մասնակից, բարձրաստիճան սեգմենտը ներառում էր 16 երկրի եւ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, որպես հիմնական հյուր մասնակցեց Սլովակիայի վարչապետը, տեղի ունեցան 27 պանելային քննարկում եւ 50-ից ավել երկկողմ հանդիպում, պանելային քննարկումներին մասնակցեցին Մոնտենեգրոյի փոխվարչապետը, Ֆրանսիայի եւ Հունգարիայի արտաքին գործերի նախարարները։ Այս միջոցառումը ունի նաև միջազգային գործընկերներ, ուզում եմ նշել, Հնդկաստանի դիտորդների հետազոտական հիմնադրամը, որը նաև նախորդ տարի էր գործընկեր, եւ այս տարի արդեն նաև Լեհաստանի Կազիմիրս Պուլասկի հիմնադրամի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության վերլուծության, կանխատեսման եւ ռազմավարության կենտրոններն էին այս տարի արդեն գործընկերները, մենք հույս ունենք, որ հաջորդ տարի իրականացնելիս